Ողջույն բոլորին, մենք շարունակում ենք մեր նախագիծը ու հիմա շարժվում ենք դեպի Ֆրանսիա, հյուրախաղերով ու նաև մեր ռեալիթի հաղորդումով։ Մեզ բարի երթ, ձեզ բարի դիտում, մենք Զվարթնոցում ենք, շարժվեցինք։ Հիշում եք, որ Հոլանդիա գնալուց ասում էի ինչ լավ ռեյս է, 1000-ից մեկա պատահում սենց բան, ցերեկով, նորմալ պարյադիշնի ժամ, ցերեկվա 5:30 երեկոյան, լուսավոր, հանգիստ քնել ես, ասա վերջն էլ տենց գնա։ Հիմա անգավել են վատերը, էլի, Ֆրանսիա գնում ենք գիշերվա 4-ին, 4:30։ 5-ին ճիշտն ասած, առավոտվա 5-ին, դա սարսափելի ժամ է։ Ես մեր աղբերն էլ է 5-ին գնում Ֆրանսիա, նայեք։ Ինքնաթիռ մտնելը ամենապատասխանատու գործն է ի դեպ, ես տենց եմ հասկացել։ Սպասում ենք նստենք ինքնաթիռ, ինչ եք տենց նայում։ Միշտ շատ լարված պահաթռնելուց առաջ, ինչքան էլ վստահ ես, բայց չգիտես կիշն ես թե չէ, թե ամեն դեպքում տեխնիկա է, սամալոտ։ Այս տրանզիտները ահա որ է, որ պետք է մի քանի ժամ սպասես, մինչև երկրորդ թռիչքը գա, գիշերվա ժամ քունն էլ խփել է գլխիդ, սրանից զզվելի բան չկա, մի հատ անկյուն ես ման գալի, վեր ընկնես, դանթես, որտե վեր ընկնենք, դանթենք։ Ոնց նայում ես ամեն անկյունում մեկը թլված քնած է, այդ ենց վիճակ է։ Այստեղ էլ մեկը քնած է, բայց չես ջոգում, որ մեկն է քնած։ Հենց տպավորություն է, ոնց որ ոչ մեկ քնած չի։ Արդեն ոչ ներվա մնացե, ոչ էներգիա, ոչ մի բան։ Այ, վերջապես հասանք Կորեյս, ինչ դժվար եկանք, սկի Ամերիկա սենց դժվար չենք հասնում։ Գիտեք որ վիճակն է, որ սենց աչկը թարթում ես կպնում, այդ տենց հոգնած, պարկես ու կքնես, բայց դե օրը վարի կգնա հիմա որ քնենք, պտի ձգենք, մինչև գիշեր գա, նոր հանգիստ քնենք, որ գրաֆիկը չխախտվի։ Արա չեմ հասկանում ես ինչի մասին է այս քաղաքը, երթվում եմ, հələ ֆիշկեն չենք բրնել, մի տեսակ քաղաքը պետք է
Ստիլ ունենա, չէ, ձեռագիր, մի բան պետք է ունենա, այս ինչ քաղաք է։ Կամ հələ տենց սիրուն տեղեր չենք հասել, կամ Այս հաստատ Լեոնն է, ապեր։ Եղբայր։ Արա լավ է, ես հասնող չեմ նրա հետևից։ Այնի գնաց արդեն Սարի թաղ է հասել։ Պատարակաղի ինչա նշանակում։ Նշանակում է, որ տարածքում ուտելու բան կա, բայց մենք կերած ենք, արդեն կերել ենք։ Բարև ձեզ, մի բան էլի հարցնեմ, այս Լիոնն է, չէ։ Լիոն քաղաքն է։ Լիոն։ C'est Lyon, ça. C'est Lyon. Oui. Yeah, thank you. Cherche quoi, là? Hein? Qu'est-ce que tu cherches, là? Չէ, հաղորդում ենք նկամ, եղիշն է, հենա, ձերով արա։ Եղավ հայրիկ ջան։ Ասում է Լիոնն է 100%։ Ասի հաստատ Լիոնն է կաղեց, ես ճամփի վրի արվարձանա։ Տեսակ թագավորի շորերով փող էր հավաքում։ Նայում ես թագավոր է, բայց տենց են, չէ, դե դառնում թագավոր, հայտնի բան է։ Բարև ձեզ։ Is Leon not, eh? Leon? Yeah. Leon. Yeah. Okay. Hello. Ասում հա, բայց չհասկացավ ինչ եմ հարցնում, բայց ասում հա։ Ես չհասկացա ինքը ինչն է ասում հա, բայց ասում հա։ Բայց ինչը հա։ Լավ գնաց արդեն։ Իմ ախպերս հա խոսում է լավ։ Արա մեկը չկա, ասի ախպեր Լիոնն է, իմանանք Լիոնն է։ Ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, մի հատ հարց տանք էլ, ներողություն։ Բանկցի վրետ սարելու ես։ Արա ասում եմ, չէ Լիոնը չի։ Հարիսն ախպեր, հենա, նայ, Էֆելյան Արտաշատն է։ Չէ, հաստատ Լիոնն է, ասեմ ավելին, մենք հիմա։ Բարձր եք խոսում։ Չէ, հաստատ Լիոնն է, ասեմ ավելին, մենք հիմա գտնվում ենք այն վայրում, որտեղից ամբողջ Լիոնը երևում է։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Հիմա մենք Լեոնի կենտրոնում ենք, ճիշտ է դուք չեք էլ տեսնում երևի ով է ձեզ ասում, որ հիմա Լեոնի կենտրոնում ենք, որտեղ նենց ցուրտ է, մենակ քիթսու բերանս եմ բաց թողել։ Բայց լավ, սպասեք մի քիչ սենց բացեմ, համորտն էլ է լավ բան։ Շատ սառը քամի է, դա մի կողմից լավ է, որ չենք քնել, սթափեցնում է, բայց մյուս կողմից էլ շատ անդուր քամի է։ Այս կենտրոնն է շատ գեղեցիկ բաներ չենք տեսնում իհարկե, առանձնապես տպավորված չենք, բայց եթե ինչ-որ հետաքրքիր բաներ պատահեն, անպայման, այ 67-ս եկավ, կներեք, ես պիտի Ձյաձ Այս օպերայի շենքն է, օպերային թատրոնը Լիոնի, շատ գեղեցիկ ճարտարապետական կառույց է, մեջն էլ է շատ սիրուն, ասում են, վերևն էլ ինչ-որ տենց
շատ հարգի ռեստորան կա, Լիոնի ամենակենտրոնն է սիրտը, այս էլ քաղաքապետարանն է, հարցրեցինք որ քաղաքի քաղաքապետարանն է, ասեցին Լիոնի, հենց որ հաստատ Լիոնում ենք 100%։ Մի հատ էլ ուրիշ կենտրոնական հատված կա Լիոնում, այս էլ այս մասն է, ասենք սա էլ ձեզ ցույց տանք։ Էլի տենց շատ լավ մասա է, ուղղակի մի քիչ քչոտ են ու երիտասարդներ են հիմնականում։ Ստեղ ինչ որ արձան է, եկեք տեսնենք, այս որ մի թագավորն է գնում, որ մի երկիրը գրավելու ձիուն հետ ծնած։ Այս ուրեմն ասեմ ձեզ իմանաք։ Շեֆ Պովր, չէ, շեֆ Պովր, չէ, շեֆ, արա շեֆ դավղը դե լեմոն, հասկացար, յանի ես հասկացա, կեզ էլ ասում եմ հասկացար, արի սենց տակից մի հատ ցույց տանք են խառը։ Նայեք, Սյուզաննան է երևի, բանն է ավարտել, ստեղի մանկավարժականը, հերը խիստ է, բայց մեկ-մեկ հարմարցնում թրմ, տեսար ասում այո, ճիշտ եք, ես Սյուզաննան եմ, մանկավարժական եմ ավարտել, հերս էլ բեսամ խիստ է։ Լավ, եկեք խորանանք ով կարա լինի։ Այս մեր աղբերը Ժերար Ֆիլիպն է, երկու անուն ունի, Ժերար են դրե, բայց դպրոցում Ֆիլիպ են ասում։ Տենց, թեպկերը դեսպե մեծացել է, ընդհանուր առմամբ քյալ գյադա է, բայց տենց հաջողություններ ունի սպորտում, թողես մենակ բդերը հաստացնի։ Տենց տղա է, ինձ թողով, բայց կաղը խորանանք, ասենք լրիվ ուրիշ բան դուզ գա, ասենք շատ լուրջ իրավաբան է, ասենք ու ոչ մի բանն էլ հաստացրած չի։ Մի խոսքով։ Էլիզա տատիկն է, հերը հրյա է նայ, մերը ֆրանսուհի, տենց հրյա է դե պարզա խապեք ուտը տվել, պսակվել այդ ֆրանսու հետ, այս աղջկան են ունեցել, մեծացել, հիմա տատիկա դարել, տենց նայ խոսքեղենով, բանով, ամեն ինչ տեղը տեղին, դզված, ես էլ տիկին աղավնին է, հայա, իրա հարևանուհին է, իրար հետ են դուրս գալի, պրագուլկի։ Այսի դե Լեյլան է, մի քանի հատ հավանած տղեկ ունի, բայց ինքը ոչ մեկի տոն չի տալի, մտածում ավելի լավին է գտնելու, ոնց որ յուրաքանչյուր աղջիկ էլի, այն որ սաղին ցրում են, վերջում տակի ամենաժեխին ուզում են, մտածում են ամենալավ ընտրություններ։ Տենց, հիմա վրազում է ունիվերսիտետ, քանի չի փակվել, որտև ստեղ ամեն ինչ փակվում է, արա ամեն ինչ փակվում է ստեղ, երդվում եմ ամեն ինչ փակվում է, լավ հիշեցի ասեմ էլի, առաջին բանը, որ ասեն Եվրոպայում ինչից ես տրաքում, ծխկվում, աղբեր են, որ ամեն ինչ անընդհատ փակվում է։ Ասում ես հաց ուտենք, այդ բան 11:30-ից մինչև 2-ին 15 պակաս է բաց բան։ Գնում ես 1:30, ասում ես լավ, 2-ին 15 պակաս չկա, ասում ես կես ժամ առաջ փակել ենք։ Ով երբ ուզում փակում է, մի խոսքով քանի ունիվերսիտետը չի փակվել գնում է։ Որտեղ ունիվերսիտետը բաց է մենակ 3 շաբթի եւ ուրբաթ օրերին 11-ից մինչև 2:40։ Այդ ինչ շարա։ Չորտ։ Բայց իրականում սա Լուի 14-րդ թագավորն է, ուղղակի կողքից է անունը գրած, դեմը լրի ուրիշ բաներ էր գրած։ Թագավոր, որն ապրել եւ խզրկոտել է 1638-ից 1715 թվականներին, բարեկամներ։ Ախպերս, այդ քո ասած տեղն եմ, բայց չեմ տենում իրան ընկեր։
Չէ, ոչ մի աղջիկ չկա, հենց այս արձանի տակ եմ։ Այս քարին նստած եմ ախպեր։ Ինչ գույն։ Սպիտակ, հա, սպիտակ քարին նստած եմ։ Երևի գնացել է արդեն, չգիտեմ։ Լավ արի հլը հասկանանք։ Չտե աղջիկ ես տենում։ Բայց ոստիկաններն էլ են հետաքրքիր տպերն են։ Են սպիտակացել երիվ հայա, մայիս ձաձանա։ Արգավանտներ են ունեցել են վատ թվերին ծախել են 2 տոմսի հետ փոխե փոքվե Ֆրանսիա։ Պես կամած եկե դարել է մլիցա։ Ասում եմ մլիցա, ոստիկան։ Վայ, նայ, քուչի շունա է։ Հայաստանում էս փողոցի շունա։ Ստեղ շատ լուրջ վերաբերմունք, նայ, թոկը գցել է վիզը, իբր տենց իր սեփականությունն է ու հրապարակով մանա տալի։ Դեռնս կարող է ես չուտեի մի բան։ Բայց խելքս գնում այս կուասանների համար եմ։ Եղածը բան չէ։ Հաց ու շոկոլադ մեծ հաշվով։ Բայց այդ ոնց են ստանում արա։ Այդ ոնց։ Հələ սրանց նայ, պարիկներով փոխվել են, են ընգերու մազերն ավերցրել են ընգերոջ, գնում են չես էլ իմանում ինչ անեն։ Աղջիկներով դուրս եկանք նոր դասից, շատ լավ անցավ, գնում ենք մի հատ լեկապյուչինո մարդա մի հատ խմենք, մի քիչ բան բասենք, ցվղվենք տներով, քանի կաֆեն բաց է, որտև 15 րոպեից փակվում է, մեկ էլ 4 ժամ 40 րոպեից է բացվելու 20 րոպեով։ Այ լավ երեխեք հետ ընկա ես, գնամ չկորցնեմ կուրսի երեխեքին։ Ֆեդերիկ։ Կենտրոնական հրապարակի կողքն է, սենց խանութներով, բուտիկներով, մարդիկ ճեմում են, քայլում են, բարև ախպերս։ Տեն սիրուն տեղ է։ Հələ ինչ հետաքրքիր պայուսակներ կան։ Մեկ էլ նկատել եմ, գիտեք ինչ որ տարբեր ռեստորանների ու բիզնեսների անունները դնում են լեպտիով։ Լեպտի, այսինքն փոքրիկ, եսի միջ, լեպտի Պարի, լեպտի Լիոն, լեպտի Արմենիան մեկը դրել էր։ Լեպտի լակոտ էլի։ Սենց նայում եմ խանութների կեսը բաց է, կեսը փակ։ Երկուշաբթի օր է նորմալ ժամ պրիլիչնի ցերեկային կեսը բաց, կեսը փակ, այդ է էլի ասում։ Գիտեք որ կեսն է բաց, որ կեսը ուզել է բացի խանութը այս պահին։ Իսկ կարաք ասեք որ կեսն է փակ, չեք կարա։ Որ կեսը չի ուզեցել բացի ախպեր, ուզեցել է փակ մնա խանութը։ Արա մի բան չանես, ստե սկսեցի բան ուտել, այկան հավաքման կողքի քարին սկսին բան ուտել։ Վարակի չա էլի երևի։ Այլ երեխեք են հավաքվել, ես թաքուն ես ասա ինչ են անելու։ Շուր սինտրիգային բաներով եկան սունկեքը բացին ու սկսին շակալադ ուտել։ Քաղցրի պակաս կա դե այս տարիքում։ Մեկ է տարիքում, մեկ էս իմ էլի։ Ես մեր աղբերն էլ մեբելի գործով է, քանդել է կուխն ու սախ։ Եղած չեղածը, ավտոյական չէ։ Դասավորում է գնային նոր տուն են վարձով որ վերցել է, տեղափոխվում է էլի։ Կնգա հետ հակավ չէ, եկա, չիմացաք։ Երկար պատմություն է, ինչ գլուխները տանում։ Նայք ես ռոզվի սպարցիվկով տղեն են աղջկան է հավանում, իմ ջոգելով էլի, են էլ ընգերույն է։
Ասմարի գնանք մի տենստենք, ենի չէ բան ձևերա թափում։ Ընկերուհին էլ դե դու գիտես բան, կա չէ տենց ընկերուհիները հիմնական, դու որոշի։ Ուզում ես բախշին։ Տենց։ Պրոստը գյադեն վերսիա չունի, դեմքը տեսակ։ Դեմքը միկում, ռոզվի սպարծիվք են, արա։ Կյանքս ծնունդը շնորհավոր։ Ես հիմա գործի բերումով Եվրոպա եմ, դու Հայաստան ես ճիշտ է, բայց հիշել եմ ուզում եմ շնորհավորեմ։ Ամենալավ մաղթանքներս քեզ հղեմ, քո սրտի ուզածով թող քո համար լինի, ես քեզ շատ եմ սիրում, այս փոքրիկ ծաղկեփունջն էլ իմ կողմից քեզ։ Ես էլ Լիոնի կենտրոններն է ու շատ սիրուն է, կարծում եմ տեսնում եք ինչ գեղեցիկ, տեսարան է, գամուրջն է, գետն է, շենքերն է, դրոշներն է, եղանակն է, ես սաղ ասեմ, տեսնում եք էլ, իրականում նենց սիրուն տեսարան է, չգիտեմ էլ ինչ ասեմ, պապանձվել մնացել եմ, ավելի լավա չխոսեմ, դուք տեսարանը վայելեք, դաժե կադրից դուս գամ, որ ձեզ չխանգարեմ, սենց ասեմ։ Դե իրիկունն էլ քնելուց առաջ որոշեցինք մի բան ուտենք բնականաբար, դե իրիկունը քնելուց առաջ մի բան ուտելը շատ լավ է, գիտեք երևի, լսած կլնեք, հատկապես շատ ուտելը, կարելի է տենց ցեթոտ, յուղոտ բաներ բթվել ու պարկել, որպեսզի լինենք ավելի էներգիայով հարուստ, առողջ և հաջողակ։ Արդեն այս շորերը հագնելուց ընկնում եմ պսիխիկ անկայուն վիճակների մեջ։ Երևի որորդ անգամ եմ հագնում 30-40, չգիտեմ արդեն։ Ամբողջ աշխարհը պտտվեց ռետրո ստենդափը, չէ, ամբողջ աշխարհը չէ, մի քիչ չափազանցեցի։ Հիմա Ֆրանսիայում ենք Լիոնում ու Լիոնում պիտի խաղամ, պատրաստվում եմ, տեսնենք ոնց կստացվի, բայց շատ սիրուն դահլիճ է ու հրաշալի հանդիսատես, արդեն երևում է, հավաքվում են։ Դուք գիտեք, թե ինչքան շատ ենք սիրում ձեզ, սիրելի հետևորդներ ջան, դրա համար ջանք ու եռանդ չենք խնայում, գնում ենք մի հատ էլ ուրիշ սիրուն քաղաք նկարենք ձեզ ցույց տանք։ Լիոնը իհարկե շատ գեղեցիկ էր, բայց մի հատ էլ ոչ պակաս գեղեցիկ, ավելի քիփլիկ, պատմական, սիրուն, կոմպակտ,
կոնֆետկա քաղաք կա Ավինյոն անունով։ Ուզում ենք գնանք, նկարենք, այնտեղից էլ ձեզ կադրեր ցույց տանք։ Եկեք մեզ հետ։ Փոքրիկ գեղեցիկ պատմական քաղաք, ուզում եմ ձեզ ցույց տալ շատ արագ։ Սրանք պարիսպներն են շատ հնուց մնացած պատերազմական ժամանակներից, այստեղ անցքեր կան, որտեղից նետ ու աղեղներով մարդիկ կռիվ են արել եւ պահպանել են իրենց քաղաքի դարպասները։ Համ հին քաղաքն է, համ նոր, այսինքն կարելի է ասել այս պարիսպների ներսում հին քաղաքն է, բայց բոլոր կարևորագույն բաները հին քաղաքի մեջ են, այսինքն այն փոքր կենտրոնը պարիսպների ներսում անգնում ու ամբողջ քաղաքի երկարությամբ այս պարիսպները, այս պատը գնում է, տեսեք ինչ հետաքրքիր է։ Այս էլ ֆորշն է, նայ, ստեղի։ Ապեժան։ Հələ ինչ հավես տրամվայչիկներ են աշխատում քաղաքում։ Շատ պուպուշ սիրուն կոլորիտնի, տիկին ամալյանա, առևտուր արել գնում է տուն։ Երկրորդ ամուսինն այն է, ձերց վերցրել օգնում է։ Եվ ինձ լսելով կարող են ասել, գժվել է ինչ։ Այո, գժվել է։ Իսկ գժվելուց չէ սիրում ատում։ Իսկ գժվելով չէ փայտը ճաշճատում։ Նկարում ես։ Վայ։ Հիմա մենք հասանք կենտրոնական մասին, սիրելի ժողովուրդ, պարիսպների կենտրոնական մուտքին, որի մեջ գտնվում է փոքր կենտրոնը Ավինյոն քաղաքի։ Եկեք գնանք տեսնենք ինչ հետաքրքիր բաներ կան։ Արագ պտտվենք ու դուրս գանք։ Այս էլ Ավինյոնի քաղաքապետարանն է, քաղաքապետն էլ Միսիե Ավինյանն է երևի։ Պարիսպների ներսում Ավինյոնի կենտրոնում սենց մի հատ շատ սիրուն այգի կա, անհավանական գեղեցիկ, ու այս այգում էլ ինչն է հետաքրքիր, որ տեղադրված է հայկական խաչքարը, նվիրված մեծ Եղեռնի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, շատ տպավորված ենք նաև այս մասով, գեղեցիկ է, հանգիստ, մարդիկ ժպիտով, բարի, աղավնիներ են պտտվում, տպավորված եմ, ինձ դուր եկավ անկեղծ ասած այս քաղաքը ու այս հատվածը։ Այս կենտրոնական փողոցը, որը որ հունիս ամսին ասում են 1 ամսով փակ է լինում ու տեղի է ունենում ստեղ թատերական փառատոն, հայտնի Ավինյոնի թատերային ֆեստիվալն է, ես դրա մասին չգիտեի անկեղծ ասած, բայց կարևորը որ իմացա ու շատ կուզեմ ներկա գտնվել հունիս ամսին, եթե հարմար լինի, ասում են փակ է լինում երթևեկության համար, մարդիկ ոտքով քայլում են ու ամեն մետրը մեկ տարբեր միջոցառումներ են, չգիտեմ, տիկնիկային ներկայացումներ, ակրոբատիկա, կլոունադա, տարբեր թատերային միջոցառումներ, այստեղ փոքր թատրոններ կա, այնտեղ ստենդափ շոուներ, մի խոսքով շատ ակտիվ ու հետաքրքիր է անցնում այդ ամիսներին։
Էս էլ հեռախոսի բուտկայա, մեջը գրքեր, պատկերացնում եք, ինչն ա միտքը։ Գրքեր են դրված, գալիս ես քո ուզած գիրքը վերցնում ես, տանում կարդում ես, բերում հետ ես դնում։ Հասկանում եք ինչի մասին եմ ես հիմա խոսում։ Կարդում, բարեց ես։ Փախի, եսկուտ։ Ահա։ Հետ ես բերում դնում։ Որ ուրիշը գա վերցնի, էլի կարդա, էլի բերի հետ դնի։ Երկու հատ լավ բան կա այս ասածից մեջ, մեկը որ կարդում են, մեկը որ վերադարձնում են։ Երկուսից էլ օրինակ է պետք վերցնել։ Օրինակ այս գիրքը ես վերցրեցի, չէ՞։ Ու գնացի։ Ոչ կարդալու եմ, ոչ էլ վերադարձնեմ։ Այս նեղլիկ փողոցները ուրիշ հետաքրքրություն ունեն ու գեղեցկություն, սենց մամուռոտ քարանձավային պատերը, բուլիժնիկներով հատակները, այս եկեղեցիների մեջ, չգիտեմ, շատ տեղեր եմ հանդիպել սենց տեսարանների ու միշտ հետաքրքիր եղել, այսինքն նորովի կյանքը հին պաստառի մեջ փաթաթած ոնց որ հնաոճ ողնաշարի մեջ մոդեռն եւ նորացված կյանքը փաթեթավորված լինի ստից բաներ եմ խոսում ինչ եք խորացել ուղղակի շատ սիրուն է այդքան բան